Սա նոր նորքն է։ Մեր քաղաքի ամենաբարձրադիր թաղամասերից մեկը իր 9 զանգվածներով։ Այստեղ Թոշակարու Թորգոն պապիկի տանը վարձով բնակվում է Լացկանյանների չաշխատասեր ընտանիքը, ովքեր իրենց հանապազորյա հացը վաստակում են բացառապես լացի միջոցով։ Ну, погоди, еще и еще не ясно ничего. Но верю я, наступит встреча под крышкой гроба твоего, под крышкой гроба твоего. Bravo. Շնորհակալություն, հաջորդ երգը, որը կատարեմ, լիրիկական է, ավելի շուտ կլինիկական, երգը կոչվում է «Մեռնել է թանկ հաճույք է»։ Թեկուզ ամբողջ աշխարհը ինձ նվիրել, ինձ համար պարավիարը թանկ է թանկ, ոտից գլուխ ծաղիկներով զարդարած, իմ վրայի պարավիարը թանկ նստել։ Վերջ, Թորգոմ ջան, այս համերգային ներկայացումով ես փակեցի քո մի ամսվա վարձը, դա կմնաս 4 ամսվա, էդեր կամաց, պարելով է, երկելով է, ասմունքելով է, բանը կխայեմ էլի։ Էդ արդեն չանցավ է, էդ մնացած փողը պտի բերես, քեշ փողը պակվես, ուղագի դի ինձ կոնգրետ ասա, կոնգրետ մի ժամից որ ժամին գամ փողը վեգալեմ։ Թորգոմ, տակը եղած չեղած $600 փողը մնաց է, ես մի օրում $600 օմետում հաշիվ եմ փակում, էդ ինչ փողը որ դրա համար եկել էստեղ շուխուր ես անում։ Էդ կարող է քո համար չի $600 փող, բայց իմ համար փողը, $600 գիտես ես ինչեր կարամ անեմ, կարամ մի հատ թափթազա 21 առնեմ, են մնացած $500-ն էլ, պահեմ բարձից տակ, լիֆտի շախտի մեջ, պարկետի տակ, Ջոգում եք ետ ինչեր կարամ անեմ էդ $600-ով։ Թորգոմ, եթե մի հատ էլ ես ձենդ վրես բարձրացրել, ես գիտարով մյութ եմ անելու քեզ։ Մյութ։ Չեմ հասկանում ինչ ես ասում։ Այս դվար չհավանար, որ ինձ ինչ-որ մի բան անեմ, այս հատար պարա։ Թորգոմին այսքան ժամանակ, բայց մեկ ոնց է դրա անունը։ Մյութ։ Մյութ անող կիծում են։ Աշկներես նոր, հես նոր ծանվեց։ Էդ անտերանգլերինը, որ ասպես սովորեք, ելի, որ վաղը մեսոր գլխներից չգա, գիտարը։ Որ ասում եմ shut up, okay guy, you really understand me? Մամուլիս ինչ է Թորգոմի վիճակը։ Ինչ պետք է լինի։ Առավոտվանից ներվերը սոտում է, սաղոցում է, սրա պատճառով էլի գնալու եմ նստեմ։ Մամուլ, դուք էլ ոնց որ Ռուսաստան ու Ուկրաինա լինեք, ինչի յոլա չեք գնում, չեմ հասկանում, բա որ հիմա խելքի եկավ ու գնաց հարկային ու բողոքեց, որ մենք անօրինական բիզնես ենք անում, ինչ ես անել։ Հալո փորձի, գալուխս ես ғրիմի պես կարազդաստեմ, հա։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում, մամուլ։
Հեսա որ զարտի թորգոմի սիրտը ոնց ուզում ես շայի, ուզում ես ջնջի շայի, ուզում ես խաղա շայի, ուզում ես սիրա շայի, որովհետև եթե մեկը կանք հարկայինի դռները, ես քո համար չեմ լացելու, մենակ իմ համար եմ լացելու, հասկացար։ Էգոիստ։ Այս ո՞նց շայում ես թորգոմի սիրտը։ Թորգոմի սիրտը ոնց որ հատը կատրոնի խաղարկություն լինի։ Շայելու հավանականությունը զերո։ Լացուկոց գործակալությունը լսում է։ Այո, ասեք ինչ դեպք է։ Հարուստի աղջկա հետ եք ուզում ամուսնանալ, հայրը չի տալիս։ Ծանոթ դեպք է, 3 հատ ունեցել եմ, 3-ն էլ շահել եմ։ Այո։ Ուրեմն պայմանները հետևյալն են, ամուսնությունից հետո ամեն ամիս իմ հաշվին եք փոխանցում աղջկա հորից ստացված եկամուտի 24%, 10 տարի մարման ժամկետով, այո։ Չմուծելու կամ ուշացնելու դեպքում նույն կերպով կկազմակերպեմ ձեր բաժանությունը։ Համաձայն եք։ Լավ, հիմա ինձ ասեք ձեր տվյալները։ Բարև ձեզ, պարոն Կարլեն, ոնց եք։ Չնայած ձեր նման հարուստ մարդը ոնց պետք է լինի այս աղքատ երկրում, պարզա որ ոնց ուզի։ Մենք։ Ախր մենք ոնց պետք է լինենք, պարոն Կարլեն։ Էս ինչ փորձակ եկավ կպավ մեզ։ Իմիջանուց որ ասում են մեզ դուք էլ եք մեջը, պարոն Կարլեն։ Հիմա կասեք ոնց։ Հեսա բացատրեմ։ Խոսքը ձեր աղջկա մասին է։ Այո, ձեր միակ և սիրելի աղջկա մասին։ Հիմա խնդրում եմ մի հատ վարերան կխմեք, բան ունեմ ասել։ Անուշ եղավ։ Ուրեմն ես Վարդգեսի մորաքույրն եմ։ Որ Վարդգեսի։ Ձեր ապագա թորնիկի պապա Վարդգեսի։ Ինչ թորնիկ։ Է որ 7 ամսից պետքա ծնվի։ Այո, դուք ճիշտ գուշակեցիք, ձեր աղջիկը հեղի է։ Այս ամեն ինչի մասին գիտենք ես, ձեր աղջիկը Վարդգեսը ու մեկ էլ դուք։ Հիմա դուք ձեր աղջկան ինչքան էլ հարցնեք ինքը հեղի ա թե չէ, ինքը ձեզ ասելու է չէ հեղի չեմ։ Բայց ապացույցը պարոն Կարլեն։ Եթե ձեր աղջիկը չամուսնանա Վարդգեսի հետ, այս պատմության մասին կիմանա ամբողջ աշխարհը և դուք խայտառակ կլինեք։ Իսկ ես գիտեմ, պարոն Կարլեն, որ դուք շատ ավանդապաշտ մարդ եք և կկատարեք ճիշտ ընտրություն։ Մի խոսքով, շատ շուտով կհանդիպենք, պարոն Կարլեն, հարսանյաց սրահում։ Հաջողություն։ Այ մարդես, ինչեր եմ ես մտածում։ Տեսնես, թորգոմը ուշքի եկավ։ Վայ մամուլ տիպըտ կտրվի, սեցում սիրտն էլ ջնջես կշահ ես այդը։ Սա Երևանն է, հայերի կարծիքով աշխարհի մայրաքաղաքը։ Երևանը աշխարհում հայտնի է իր երգող շատրվաններով, մատենադարանով, ճարտարապետական գեղեցիկ շինություններով, հուշարձաններով և իհարկե տաքսիներով։ Այդ բազմանում և գույնզգույն տաքսիներից մեկի վարորդը ավանդապաշտ Մշեցի Առաքելն է, ով տանել չի կարողանում հակաազգային և անարդար երևույթները։ Մարտի 30-ին տեղացած առատյան պատճառով ցրտահարվել է Հայաստանի Հանրապետության մերքի 80%-ը, հայտնում է Գյուղատնտեսության նախարարությունը։ Առաջիկայում սպասվում։ Այս եղանակն է ոնց որ վարչապետը լինի։
Անես կտրուկա փոխվում արա, վարետ խաբար չի լինում։ Պաստորեն ես տարի էլ ծիրանի տեղը մանտրաշ ենք ուտելու։ Հոպ արա, հոպ, Արա, ովա թողում ես աղջիկների ռոլի վրա նստեն։ Սես բան մենակ աղջիկը կարար անենք։ Ոպար բարև։ Բարև որ բանը չեղնիմ։ Բայց անելու բաներ որ դու արիր, այ բալա։ Ոպար ջան կներես էլի ուղղակի պետք էր դրա համար խփեցին։ Ոնց է պետք է։ Կարող է հիմա ինձ էլ պետքա քո տիրունանը գրգեմ։ Հիմա ինչ բռնեմ առանց զգուշացնելու գրգեմ, հա։ Ոպար ջան ուղղակի սրոշտի փողա պետք չեմ կարող ճարեմ։ Այ քեզ բան։ Փող չես կարող ճարես, ինձանից էլ չես մուրը թանում, այ բալա։ Հիմա զանգի ապա, ասա որ դու ես եկե ինձ խփե, փող կբռնենք։ Խոսք եմ տալի կեսը կտամ քեզ։ Անչուկ։ Մշեցի առաքելը։ Սկիրատան ջրաչափի վրա մագնիս չի դնում։ Ուր մնաց խափի կամ օրենք խախտի։ Օրենքը ողնաշարի պես բանա պետք է չխախտվի, որ մի անգամ խախտվեց, ամբողջ կյանքը տառապելու է, չես հասկանում։ Ոպար ջան որ թիվես, 100 անգամ ես տրուկը արել եմ, հələ մարդիկ է շնորհակալություն են հայտնել։ Հələ մի րոպե։ Փաստորեն ես առաջի անգամը չի։ Ոչ առաջինն է, ոչ է վերջինը։ Այս մաշտեն հատուկ դրա համար եմ առել։ Լասեմ քեզ լավ էլ փող եմ բռնում։ Հիմա ինձ զանգում ես ապա։ Մի րոպե։ Ալո։ Բարև ձեզ։ Շտապ կանչ գրանցեք։ Հա, վթարա տեղի ունեցե։ Տարիքը, քանի տարեկան ես։ 30։ 30 տարեկան է։ Լավ դե սպասում ենք։ Արագացրեք, որովհետև վնասվածքները շատ մեծ են։ Կարող է չապրի։ Ոպար հետ ապա էր զանգել։ Չէ, շտապ օգնություն։ Ես քո տիրունանը կգեմ։ Բժիշկ ջան, իմ համար հանգիստ կանգնած էի։ Սադնիով եկավ նենց խփեց։ Ռադիատորի անտիֆրիզը ջուր դառավ, վախից։ Զարմանում ես տեսակ փոքր ավտովթայից այսքան վնասվածքներ։ Ես էլ եմ զարմանում, էլի զարմանալի է իսկականից, հələ վիճակը նայեք։ Դռները փակեք գնում։ Հայ ջահել։ Ապա, առաջին երթին պետք է տիրուտնանը ապա արածններ։ Սա Կասկադն է։ Մեր մայրաքաղաքի ամենագեղեցիկ թաղամասերից մեկը համեմված յուրահատուկ եւ բազմաոճ արձաններով։ Այստեղ է բնակվում Փանոսյանների ձախորդ ընտանիքը, ովքեր տարիներ շարունակ ապրելով տանը մնացած հորաքույր Օսանի տիրապետության տակ ամեն կերպ փորձում են ազատվել նրանից։ Давай, Հենո ջան, давай մեռնեմ ոտերի, давай, այդեն շարժվի, գնա։ Արա հլես փորսուխ Լևանդովսկու նայի, որ գնդակը պաս չի տալի, Հենոյից որ գողը։ Ու ասան չես այդքան գնդակը մոտդ պահեմ։ Գնա։ Թեզո, ես քեզ ասել եմ, չէ, որ ծոծորակս կտենամ, բայց շշիտակը պետք է դադարք չտենամ։ Հա, Սանջան ասել ես։ Դե ոնց որ ծոծորակս մաներից սկսում է Երևան։ Արագացնի։ Ապիկուրիգը։ Давай, այդ շտրապի մեջից անից մի հատ բազի, որ այդ դեմի պադի կաջը թապի դրա բանդաժը։ Давай, Հենո ջան, գնացի գոլերով աղբերս։ Գոլ, աղբերս, մերնեմ ջանիդ գոլ։ Ասեմ եմ գոլ ձեզի։
Ստավկես կրեցի։ Հենոս ես ռեյսի սաբրանքների փողն էլ ապահովեց։ Գիտեք չէ ում ասում եմ հենոյի հետ օրտախ եմ չեն հավատում։ Դե ես գնամ, փողերը ստանամ, ես սաղ թափեցի։ Դուք էլ ես պիվի շշերը տարեք ջուլիգի խանութ, անձնեք մարոժնիկ եք։ Կյանքս, լսի, ես քեզ մոռացել էի ասեմ, որ ես կնքված չեմ։ Ոնց է ինչ կապ ունի։ Ցավը տանեմ, դու չգիտես, որ հիմա չեն ամուսնանում, եթե կնքված չեն։ Դե երկար չի տևի, մի 5 օրից կկնքվեն, մի 5 օրից էլ տես միջև մեռոնից դուրս կգան ու կամուսնանան։ Ինչ կասես, համաձայն ես։ Ցավը տանեմ, ի՞նչ է նշանակում։ Նորմալ ասա, հա, հասկանամ։ Իլավ դե լացես վերջացնես զանգի։ Բաբո ջան, բայց ես ինչքան հիշում եմ դու կնքված ես ու քավորդ էլ ուսանա։ Բաբ, ես լավ հիշում եմ իմ կնունքի օրը։ Ու դաժե հիշում եմ այն, որ տերտերը սկի չհարցրեց էլ թե ինչի է քավորը կին։ Որտե մի պարզ պատճառով գիտես, չէ՞։ Որովհետև այս տան տղամարդը օսան հորքուրն է, ու օսան հորքուրն էլ կմնա։ Եղիշ, դու հասկանում ես, որ քո սիրելի քույրը ապառիկի նման թթվել է վրեքնել ես։ Ես չեմ կարող հասկանամ, մենք իրենց երբ ենք բրծնելու։ Տեսո, ես այդ ապառիկը կմարեմ։ Ու արդեն մտածել եմ ինչ պետք է անենք։ Այս տունը դնում ենք գրավ, փողը վերցնում ենք, գնում ենք մասիվում տուն ենք առնում ու մենք մեր տղու հետ մասիվում շարից ու հոսանից հեռու ենք ապրում։ Նա գնա այդ հեռախոսը մեր զանգեն բանկի աշխատողը թող գա տունը գնա հատի։ Եղիշ, ինձ հիմա վերում եմ։ Խնդրեմ, իսկ այդ գումարը ուշ կլինի։ Պատասխանը 10 օրվա մեջ կլինի։ Դրանից հետո կտրամադրենք $30,000։ Ու էդ ինչ $30,000 մասին է խոսքը։ Օսան ջան, հեսա քեզ եղիշը ամեն ինչ կբացատրի։ Ապա։ Օսան ջան, այս տղեն բանկի աշխատող է։ Եղո, ինչ գործ ունի բանկի բութուլգեն մեր տանը։ Դե գիտես, որ իմացա բաբայիս հարսանիքն է։ Հետո այս տղեն եկել է, որ մեր տունը գնահատի։ Հետո գնահատի, որ տունը վարկով տանք, փողը վերցնենք ու Տեսո դու ջհուշես, թե անգյուն ես կանգնելու, պրիչոմ սենյակի վերևի անգյունը, հետո փողը վերցնենք ու մեր բաբկենի հարսանիքի ծախսերը հոգանք։ Եղո, ես դու քանի գլխանի ես դարել, որ տան մեջ ինքնակլուխ որոշումներ ես կայացնում, արա։ Օսան ջան, բայց վերջի եղիշն է այս տան տղամարդը ու իրավունք ունի հարց լուծի մենակով։ Թեզո ոնց որ լեզուդ երկարավ ընկա ոտերի տակը, հա։ Կանգա բութուլգա, դու ուժս կինո սիրում ես։ Դե որ չէ արակ բոբ հստերից։ Այ հմի կորոշենք, թե ով է այս տան տղամարդը։ Տրիդե ուժս կինո գնաց։
Էս ի՞նչ վիճակ է։ Հորքուրդ եկավ այսօր, ղուշ գիրարեց ու ոնց հասկացա որոշեց թե ստան տղամարդն ով է։ Ու մի բան ասեմ, շատ արդար ու ճիշտ որոշում կայացրել։ Ինչ ուզում ասի։ Մենք ես եմ ստան տղամարդը արա։ Արա թեզո, դու գնում ես ռեզետկեն թափովի մեջ սարքում ես։ Եղուհի, դու էլի չի շուկա թափով առևտուր արա։ Բաբուլի կգնաս մամային կոքնես, վերջերը ծանդեր առնեն։ Հա, մուրը։ Սա հյուսիսային պողոտան է։ Մեր քաղաքի ամենահարուստ թաղամասերից մեկը։ Այստեղ է գտնվում մեծահարուստ Շահեն Վիպոյանի ազգային մամիկոնական կուսակցության գրասենյակը։ Նա իր կուսակիցների հետ անում է ամեն ինչ, որպիսի 2018 թվականի նախագահական ընտրություններում հաղթի հենց ինքը՝ Շահեն Վիպոյանը։ Այս ինչ եք անում, պարոն Վիպոյան։ Չես տանում տանգո ենք, պարամաղ պերջան։ Արա հերիքա այդ կեղտոտ երևակայությունըտ խոտտաս։ Ուղակի ֆեյսբուքում մետ Մերի Սեկոյան անունով աղջիկ գրել էր կլի միատ սրոշ այդ տանգո պարեք, ես էլ ասի պարենք աղ պերջան, դեմ պոտենցալ ընտրող է իրա բոլոր խնդրանքները պտի կատարեն։ Դե հիմա եկեք անցնենք ներս, ավելի շոտ Նինա դուարի մենք անցնենք, պապիկան դու մնաս Սերոժը քո հետ մի քիչ գործ ունի։ Բարև պապիկան։ Հետո Սերոժ։ Պապիկան դու գայլու գառը կարդացել ես։ Այո, իհարկե Սերոժ։ Եվ որ տենց եմ այդ հարցնեմ դենեմ կարաս պատասխանես։ Նայ ուրեմն Սվետաֆորի տակ, կարմիրի տակ մի հատ Մոսկվիչ է կանգնած, մեկը հերվից մի հատ ջիպ, սես գարսը խփում այս Մոսկվիչի հետևից սարքում է խեջբեկ։ Հիմա ով է մեղավոր, այդ ջիպի շոֆերը թե Մոսկվիչի շոֆերը։ Իհարկե ջիպի վարորդը։ Չէ, սխալ է, Մոսկվիչի շոֆերն է մեղավոր։ Այդ ինչպես, Սերոժ։ Ասեմ, որովհետև ինչն է այստեղ կարևոր, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Հետո էլ ասում ես գայլու գառը կարդացել ես, արա, եկա մարդ ես, ամեն գառը ոնց կարա ջիպ քշի, գիժը ինչ է։ Ամեն մի րոպե, դու գիտես, որ գառը գժվում է ինչ է դառնում։ Չգիտեմ, Սերոժ։ Խելագառը։ Նինա, համաձայն ես քեզ մի հատ պաչան աշխատավարձած բարձրացնել։ Աչեք այն մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն։ Բանվորներին, մատուցողներին, հավաքարարներին, մի խոսքով բոլորին, բացի պատգամավորներից ու նախարարներից։ Լավ։ Իսկ համաձայն ես ամեն քեզ պաչելուց մի ոլորտի աշխատողների աշխատավարձը բարձրացնել։ Եթե տղամարդավարի խոսք եք տալիս, ուրեմն համաձայն եմ։ Խոստանավակ Նինա։ Էսի բանվորների աշխատավարձը բարձրացավ։ Էսի ուսուցիչների աշխատավարձը բարձրացավ։ Ինչ է կատարվում այստեղ, ինչ եք անում։ Բանա, բաբեյան, ուղղակի երեք փողոցով քայլեմ է ախպեր ջան, մեկը մոտեցավ ինձ ասեց, եթե Նինային պաչես, ես քեզ կընտրեմ։ Դու էլ գիտես, ես ամեն ձենի հետևից ընկնում եմ ախպեր ջան։ Պարոն Վիպոյան, ընտրողները շատ ավելի լուրջ պահանջներ ունեն, իսկ դուք ամեն մի հիմար պահանջ կատարում եք։ Ալավանեց ես ջղայնանում ոցոր Աշոտյանի, ես եմ նախարար նշանակի ախպեր ջան։ Հեսա մի հատ մտնեմ Աշոտյանի սայթ, այսինքն Facebook, տենակ ինչ է կատարվում, նստի բաբեկյան։ Էսո Աշխեն Վարդայան, բարև ձեզ պարոն Վիպոյան, իմ ամուսինը ինձ միշտ ծեծում և նվաստացնում է,
ինչու մեր երկրում չկա տղամարդկանց եւ կանանց հավասարություն։ Բայց էսի լա բանասան գիտես։ Նինա, ուրեմն զանգում ես, այսօր VIP TV մի հատ կանիկ հյուր ես կանչում, ես պետք է հետը զրուցեմ, դավայ ախպեր ջան։ Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, VIP TV եթերում կինը մարդու բարեկամն է, իմ հեղինակային առաջին ու վերջին հաղորդումն է։ Այսօր մենք կզրուցենք տղամարդկանց եւ կանանց հավասարության մասին։ Այժմ կդիտենք փոքրիկ սոցիալական հոլովակ, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կզրուցենք մեր հյուրի հետ։ Մեր հասարակության մեջ կանայք միշտ էլ եղել են երկրորդ տեղում։ Ինչ կլիներ, եթե նրանք փոխվեին դերերով, կներկայացնենք Անգամ մասես յուբկեն մի գծով հարթուկի։ Ինչքան կարողանում եմ, այնքան էլ հարթուկում եմ։ Այդտենց թողինք մորդ հետ խոսացիր երկու բերան, դուղդ հերը քեզ ուտում, ահա այ տղա։ Դե ինչ, դիտեցինք հոլովակը, հասկացանք, որ հակառակն է մի բանջի։ Ընտանիքում պետք է հավասարություն։ Ինչ կասի դրա մասին ես գեղեցիկ սերի Սարոշկով կինը։ Պարոն Նիկոլյան, ես չեմ հավատում, որ հայ տղամարդը կփոխվի։ Եթե դա այդպես է, կարող եք ինձ համար սուրճ պատրաստել։ Իհարկե։ Արոշիկ հələ մի հատ շուտ արա կոֆե դիր։ Պարոն Նիկոլյան, բայց ես ուզում եմ, որ դուք պատրաստեք։ Ուրեմն այսքան կանանոցն է, ես պետք է ուրեմն կոֆե պատրաստեմ։ Արոշիկ շուտ արա թե չէ հետ հիմա քեզ գործից կանեմ։ Այդ բանը դու պետք է չանեիր։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք կարող եք չհեռանալ էկրանների դիմացից, որովհետև հենց մեր հաղորդումից հետո դուք կդիտեք «Чужой против хищника» սարսափ ֆիլմ։ Շատ հետաքրքիր։